Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը նշում է կազմավորման 10 տարին։ Ինչ է պետք արտակարգ իրավիճակների դեպքում մարդկային կյանքեր փրկելու, արագ արձագանքելու համար։ Երկու երկրների արտակարգ իրավիճակներում աշխատող մասնագետները ցուցադրական վարժանքների ընթացքում ներկայացրին, թե ինչի են ընդունակ եւ ամենակարևորը, ինչպես են կարողանում աշխատել համատեղ։ Հզոր պայթյուն եւ հրդեհ շինությունների ներսում փակված քաղաքացիներ, բարդ իրավիճակներ, որի ընթացքում հրշեջ փրկարարները առաջին բուժօգնություն ցույց տվող անձին միանգամից գործի են անցնում առանց խանգարելու մեկը մյուսին։ Մարդկային կյանքեր են նրանք փրկում։ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը հագեցած է անհրաժեշտ բոլոր տեխնիկական եւ տեխնոլոգիական բարձրակարգ միջոցներով։ Հայաստանում այս կենտրոնի շնորհիվ բարձրանում է նախևառաջ փրկարարների որակավորումը։ Վարժական առաջադրանքներից գոհ են ուժային կառույցների ղեկավարները։ Բավարար աշխատանքներ իրականացվում է, ուսումնական աշխատանքները շարունակական են։ Այստեղ փրկարարները թրծված են եւ կարող են մասնակիցը դառնալ բոլոր անհրաժեշտ միջոցառումների, որոնք կապված են արտակարգ իրավիճակների ռիսկերի հետ։ Այստեղ լեռնագնացներն են իրականացվում, այնտեղ փրկարական աշխատանքներն են, այնտեղ քիմիական աշխատանքների վերաբերյալ վթարային, այստեղ գազի վթարի պարագայում, այնտեղ ծխատար բնակարանի հետ կապված։ Ցուցադրական վարժանքներին Հայաստանի եւ Ռուսաստանի հրշեջ փրկարարներից բացի մասնակցեցին եւս 12 երկրների ներկայացուցիչներ, որոնք ընդգրկված են քաղաքապաշտպանության միջազգային կազմակերպության մեջ։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։